Այսօրերին Բելորուսի Գրոդնո քաղաքի դրամատիկական թատրոնում Կոլոշսկի Բլագովեստ 13-րդ միջազգային փառատոնի գալահամերգն ու մրցանակաբաշխության արարողությունն էին ընթանում։ Տարբեր երկրների շուրջ 3 տասնյակ երգչախմբեր մասնակցեցին հեղինակավոր այս փառատոնին, այդ թվում եւ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու Հավատամք երգչախումբը, որը փետրվարի 16-ից հոգևոր հովիվ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանի հետ Բելարուսիայում է։ Երգչախումբը միջազգային այս փառատոնում նվաճել է լավագույն եկեղեցական երգչախումբ, իսկ խմբավարը լավագույն դիրիժոր տիտղոսները։ Նկարագրել այն բոլոր զգացողությունները, որոնք ունեցանք այդ հայտարարությունից հետո, ուղղակի հնարավոր չի, որովհետև հպարտություն կար, հուզմունք կար, պատասխանատվության մեծ զգացում կար։ Հավատամքի խմբավարն ուրախ է, որ այս փառատոնի շնորհիվ բազմաթիվ երիտասարդ կատարողների մարդիկ ճանաչեցին, այդ թվում եւ իրեն։ Ռաֆի Միքայելյանը արժանացավ ժյուրիի սահմանած լավագույն խմբավար մրցանակին։ Ես բարձրապես չհասկացա մենք ինչտեղ գրավեցինք։ Ես բարձրապես լսեցի երգչախմբի անունը, բոլորը ասեցին՝ «Պիտի գնաս, պետքա գնաս ստանաս» ու ես չհասկացա մենք ինչ ենք ստանում։ Համոզված էինք, որ ինչ որ մի բան պետքա տանենք մեզ հետ։ Եվ ես մտածում եի երրորդ կամ երկրորդ տեղ էր, հետո որ ստացա եւ եկա կուլիսներ, բացեցի տեսա, որ առաջի տեղ էր։ Մրցանակաբաշխության ավարտին մեկնարկեց եզրափակիչ գալահամերգը, որի ընթացքում իրենց կատարումներով հանդես եկան մրցանակային տեղեր զբաղեցրած խմբերը։ Մեկ շաբաթյա ուղևորության ընթացքում Հավատամքի պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաև Մինսկի հայ համայնքի հետ, իսկ այսօր երեկոյան արդեն երիտասարդները Տեր Հակոբի հետ Հայաստանում կլինեն։ Մերի Հովսեփյան, Վարդգես Մանուկյան, Եկեղեցական կյանք։